Շարունակում եք ուրիշ նորությունները, ես թեթև անոնսել է եւ նույնիսկ որպես նախաբան ասացի, որ սպորտի մեծ աշխարհից ունենք հյուր եւ ուրախ ենք Նազիկ Ավդալյանին ողջունել մեզ մոտ ստուդիայում, դե ինչ խոսք բազմակի չեմպիոն, ծանրամարտում ահռելի մեծության եւ նշանակության հաջողությունների հասած անձնավորություն, որը որ կարիերան ավարտելուց հետո շարունակում է զբաղվել սպորտով, բայց արդեն այլ գործերով կապված սպորտի զարգացման, այդ բարև ձեզ Նազիկ, նախավարը շնորհակալություն, որ հերթական անգամ ժամանակ տրամադրեցիք մեր զրույցին, եկաք այստեղ, գիտեմ, որ այսօր մեր երկրի կառավարության ուշադրության հիմնական կենտրոնում է սպորտի զարգացումը ընդհանրապես, ֆիզիկական դաստիարակությունը եւ այդ իրադարձությունների ֆոնի ներքո կարծես ձեր ակտիվ գործունեությունը մարզերում մարզադպրոցներ զարգացնելու եւ առասարակ սպորտի զարգացման գործում մեծ աշխատանքը շատ գնահատված կլինի, վստահ եմ։ Այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի խոսենք ինչով է զբաղվում Նազիկ Ավդալյան հիմնադրամը եւ ինչ նորություններ կան այդ մարզերում մարզադպրոցներ բացելու հետ կապված, այ կուզենայի հենց դրա մասին սկսեինք խոսել, խնդրեմ։ Մեծ սիրով նախ հիմնադրամ ստեղծելու գաղափարը կար դեռ շատ տարիներ առաջ, որպես այդպեսին ոչ թե հիմնադրամ, մի միջավայր, մի կառույց, որով կկարողանամ իմ փորձը փոխանցել, ինչ որ մի բան ես էլ անեմ իմ երկրի համար, ինչքան որ ես կարող եմ իմ հնարավորությունների չափով, դրա համար մեկ տարի առաջ մտածեցինք հիմնադրամ ստեղծելու մասին, որպեսզի կարողանանք անել այն գործունեությունը, որը որ գտնում ենք նպատակահարմար սպորտի զարգացման համար եւ որոշվեց բացվել հիմնադրամ, որի միջոցով կկառուցվեն մարզադպրոցներ մարզերում, որոնք կլինեն ոչ միայն մարզադպրոցներ, այլ միջավայր եւ սպորտի եւ որպես անհատ զարգացման բոլոր նախադրյալներով, քանի որ պարզապես ֆիզիկական աշխատանք անելը ինձ համար դեռ շատ քիչ էր, քանի որ ես անցել եմ այդ ճանապարհը ու տեսնում եմ, որ շատ ավելի վատ է, երբ որ մարզիկը պարզապես ֆիզիկական աշխատանք անելով հասնում է ինչ-որ մի արդյունքի, ինքն իրենց արժեք է ներկայացնում, բայց չգիտի ինչպես օգտագործել դա եւ կանգնում է մի փաստի առաջ, այո, ինքը արժեք է, բայց սպորտը թողնելուց հետո ինչ անի։ Թողնում է հեռանում երկրից, ինչ որ այլ գործունեությամբ զբաղվում։ Դրա համար մտածեցինք այնպիսի մի միջավայր, որ երեխաները ոչ միայն պարզապես զբաղվեն սպորտով, այլ կրթվեն եւ մտավոր առումով եւ հոգեպես, այդպես համապարփակ զարգացման մեթոդներ որոշեցինք մշակել եւ դրա համար մտցրեցինք եւ սպորտը եւ փափուկ հմտություններ, քանի որ պրոֆեսիոնալ մոտեցում է պետք պրոֆեսիոնալ մարզիկներին, այդ պատճառով եւ հոգեբան եւ կինեզիոլոգներ ամեն ինչ լինելու են այդ մարզադպրոցներում։ Դուք ներողություն հենց առաջին մասնագիտությամբ կինեզիոլոգ եմ, այո։ Կներեք, այդ մի բանը բաց եմ թողել, ինչով է զբաղվում կինեզիոլոգը։ Սպորտային բժշկություն, որպես այդպեսին Եվ կարծում եմ դա ձեզ շատ է օգնել։ Եվ նաև սպորտային հոգեբան եմ։ Այո, ավելի խնայողաբար մոտենալու եւ միգուցե ավելի քիչ տրավմաներ ստանալու առումով գիտեք ինչպես շարժվել։ Իրականում այո, քանի որ մարզիկներին պետք է շատ այլ մոտեցում, քան սովորական բժշկությունն է։ Եվ մի փոքր այդպես բացեմ փակագծերը, տեսեք մարզիկները որպեսզի չստանան մեծ վնասվածքներ, հետևողական աշխատանքներ են պետք, անալիզներ են պետք, որպեսզի գերհոգնածություն չլինի մարզիկի մոտ, երբ է լինում վնասվածքը, երբ որ օրգանիզմը գերհոգնած է լինում, բայց մարզիկը չի զգում դա, այդպես լինում է եւ ստանում է վնասվածք։ Իսկ այդ ընթացքում որ հետևողական աշխատանք լինի մարզիկի հետ, արդեն կտեսնեն, որ այդ ընթացքում նպատակահարմար չի, ծանր կիլոգրամներ կամ ծանր ֆիզիկական աշխատանք անի եւ կթուլացնեն, այդպես կխուսափենք մեծ վնասվածքներից։ Դա ոչ միայն մարզիկի հետ աշխատել, այլև բժշկի հետ։ Այո, իհարկե։ Նաև հոգեբանական առումով նույնիսկ մարզիկին պետք է հոգեբան, որպեսզի հատկապես վնասվածքներից հետո շատ դժվար են վերականգնվում մարզիկները, դրսում խնդիրներ են ունենում, որոնք որ իրենք էլ չեն զգում, բայց շատ լուրջ անդրադառնում է մարզումների վրա։
Դա ես ասում եմ որպես այդ ճանապարհ անցած եւ այդ ամեն ինչը հաղթահարած, նաեւ ինչ որտեղ չհաղթահարած մարզիկ, դրա համար պրոֆեսիոնալ սպորտի համար պետք է պրոֆեսիոնալ մոտեցում, այո, արդեն կարող եմ ասել ի ուրախություն ինձ կամած այդ մոտեցումը լինում է, ես էլ իմ կողմից որպես մարզիկ, ով արդեն թողել է սպորտը, ուզում եմ իմ ներդրումն ունենամ այս բնակավարում. Հենց դրա համար որոշեցի անել այնպիսի գործ, որը որ ոչ թե այդպես փոքր ինչ-որ խնդիրներ կլուծի, այլ համապարփակ մոտեցում կլինի սպորտին եւ շատ ավելի շատ երեխաներ կկարողանան օգտվել դրանից։ Համացանցում աչքովս ընկել են ռենդերներ, դեռ ճարտարապետական հետաքրքիր այսպես նախագծի, որի հեղինակը որքան գիտեմ անվանի ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է, 3500 քառակուսի մետր մակերեսով այդ սպորտային համալիր է, դա իրականացվող պրոյեկտ է, մի քիչ դրա մասին պատմեք, որտեղ է նախատեսված դրա կառուցումը, ինչ է այն ներառում, կմանրամասնեք Նազիկ։ Դա հիմնադրամի ծրագրերից մեկն է, առաջին նախագիծը նախատեսված է իրականացնել Արտիկի շրջանի Փանիկ գյուղում, նախ ասեմ ինչի Փանիկ, որովհետև ես արմատներով այդ կողմից եմ, մայրիկիս կողմը Արտիկի շրջանից է ու ես դեռ փոքրուց ծանոթ եմ այդ միջավայրին, ինձ ավելի հեշտ էր այնտեղից սկսել, նաև սպորտային մարզը ինքը որպես այդպիսին, մենք իմ գործընկերներից մեկի հետ գնացինք պարզապես նայելու, հասկանալու ինչ միջավայրեր կան, հնարավոր է այնտեղ անել այն ինչ մենք ուզում ենք ու հենց այդպես առաջին մեր հանդիպումը կարելի ասել գյուղապետի հետ, փոխհամայնքապետի հետ, այդպես ստացվեց մի հատ հետաքրքիր գործնական հանդիպում Եվ հենց մեր առաջի հանդիպումից արդեն տեղը որոշվեց, որտեղ ենք անելու ի զարման ու ուրախություն մեզ շատ հրաշալի մի տեղ, որը որ դեռ շատ երկար տարիներ առաջ էր որոշվել, որ պետք է լիներ սպորտային, ինչ-որ կենտրոն կառուցելու այդպես համար նախատեսված։ Որովհետև ճիշտ միջավայրում է, այսպես շատ հետաքրքիր եղավ իրականում, մենք գնացել էինք նայելու ինչ-որ մի քանդված միջավայր, լքված միջավայրեր, որտեղ որ կարողանային կառուցել մարզադպրոց, բայց այդպես հետաքրքիր տեղ առաջարկվեց, որը շատ հարմար էր սպորտային, կարելի ասել կենտրոն կառուցելու համար, ոչ թե մարզադպրոց։ Հավանաբար եւ բացօթյա մարզումներ կարելի անցկացնել տարածքում։ Տարածքը ընտրվեց այնպես լիներ, որ մենք այդպես էինք մտածում, որ հնարավորինս շատ գյուղերի հասանելի լինի եւ այդտեղից տրանսպորտային հասանելիություն կա, հենց այդ կետը 23 գյուղերից տրանսպորտային հասանելիություն կա, համայնքի կարելի ասել բոլոր գյուղերը սպասարկում է Համայնքում ապրում է շուրջ 6200 դպրոցական, դեռ չհաշված այն երեխաներն, ովքեր մանկապարտեզ են գնում, այլ երեխաներն, ովքեր դեռ չեն ծնվել, կարելի ասել այնպիսի միջավայրում է, որ հնարավորություն լինի հնարավորինս շատ երեխաների հասանելիություն ունենան դեպի սպորտ։ Ներառում է 6 մարզաձև, ծանրամարտ, բռնցքամարտ, սպորտային եւ ազգագրական պարեր, ըմբշամարտ, ֆուտբոլ, ամենակարևորը, այո, որովհետեւ ինձ համար շատ կարևոր է թիմային սպորտաձևերը, հետագայում շատ մեծ հույս ունեմ, որ դեռ պլանների մեջ կա այդպես, հիմա դեռ չկա, բայց անպայման պլանավորում են ուշադրություն դարձվել թիմային սպորտաձևերին, ինչպիսիք են վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, Ինչպես ասեցի, արդեն նախատեսված են հոկեբանի սենյակ, կինեզիոլոգի սենյակ, փափուկ հմտությունների համար նախատեսված սեմինարների սենյակ, միջավայր, որտեղ որ երեխան կարող է դպրոցից հետո գալ, իր հանգիստը կարգավորել, իր սննդի հետ կապված ամեն ինչը եւ երեկոյան տուն գնալ։ Չէ, դասերից նաեւ։ Իհարկե։ Դասական համակարգը, այսպես։ Միանշանակ Տեսեք, քանի որ գյուղում շատ չկան այդպես զբաղվելու ինչ-որ միջավայրեր եւ երեխաները կարելի ասել իրենց անօգուտ շատ մեղմ ասած ժամանակը կարող են տրամադրել իրենց զարգացմանը, ինքնակրթմանը եւ շատ մեծ հաճույքով, քանի որ ոչ մի բան չի լինելու պարտադրաբար կամ այդպես ինչ-որ գծած կանոնավոր, այո, որ դա երեխային լինի ինչ-որ պարտադրական ինչ-որ բան։
Սուսաննա, Լինելու է նաև ինձ համար շատ կարևոր է կներեք այդ ամֆիթատրոն, որտեղ որ երեխաները կանցկացնեն միջոցառումներ, ֆիլմեր, դիտումներ, այո, սպորտային եւ ազգագրական պարեր է լինելու մի միջավայր, որտեղ որ երեխան կկարողանա կրթվել եւ ֆիզիկապես եւ մտավոր առումով եւ հոգեպես։ Ես Սուսաննա ուզում եմ ասել, որ շատ հետաքրքիր է հիմնադրամի անվանումը նավ։ Դա ապահովում է Նազիկ Աբդրախմանի։ Դա այդպես համընկնում է կարելի ասել, շատ հետաքրքիր։ Ինչու նավը դες գնում է։ Ինչպես նավը անվանես, այնպես էլ կընթանա։ Այս դեպքում նավը հենց նավ է անվանված։ Նազիկ, դուք ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի առաջին հայկին չեմպիոնն եք։ Եվ շատ մեծ ոգևորությամբ խոսում եք երեխաների մեջ այդ սերը դեպի մարզարվեստ արտնացնելու մասին, եւ ես իհարկե չի ուզենա այսպես կտրուկ առանձնացնել, բայց քանի որ դուք առաջին կին չեմպիոնն եք, ամեն դեպքում առանձնահատուկ ուշադրություն դարձնելու է հենց աղջիկների շրջանում ծանրամարտի ուժային ներողություն, ուժային մարզարվեստների հանդեպ սերա, որտեղ թենիսը կամ ավելի էսթետիկա, գիմնաստիկան եւ մյուս, կարծես թե կամ շախմատը մենք աղջիկների պակաս չունենք, բայց այն ինչ որ ուժայինի հետ է կապված, կարծրատիպեր կան։ Աղջիկների համար չի, կազմվածքն է ավելի կոպիտ դառնում, տղամարդկանց են նմանվում եւ այլն։ Այս ուղղությամբ հատուկ ինչ որ աշխատանք տանում եք թե ոչ։ Դեպետ մենք հոյակապ օրինակ ունենք, որ դա իրականությանը չի պատասխանում նայելով ձեզ Նազիկը, բայց այն ամենից, Սուսաննայի հարցի մեջ կա տրամաբանություն, ասեմ ավելին, ընդհանրապես սպորտի նկատմամբ հետաքրքրությունը, որքան հասկանում եմ հիմա մատղաշ սերնդի մոտ, մի տեսակ նվազել է։ Հիշում եմ շրջապատում բոլորը լողի են գնում, շատ շատերը։ Օրինակ իմ դպրոցական տարիներին ես հիշում եմ գալիս էին մասնագետներ, հետո ընտրում էին, ասենք, բոլոր ամենաբարձր հասակների պայմանական հրավիրում էին բասկետբոլ դասերի, չգիտեմ, ոմանք սիրում էին շարունակում եմ ով էլ չէ, բայց ուղղակի ուժայինը շատ ավելի բարդ հիմա ավելի շատ այթիշնիկ են ուզում դառնալ, կամ յութուբերներ, կամ ինֆլուենսերներ, քան մարզիկներ, այ ինչ է դուքսա տարվում, հա, խնդրում եմ էլի կպատմեք։ Հետաքրքիր է ճիշտ ձև պրոպագանդա է տարվում դրա համար, որովհետև իսկ սպորտը մի քիչ հետ է մնացել, այո, եւ դա ցավով եմ ասում, քանի որ մենք լինելով սպորտային ազգ չունենք սպորտով զբաղվելու մշակույթ, ես դա ինչի եմ ասում չունենք, որովհետև ես տեսել եմ այլ երկրներում ինչպես են զբաղվում սպորտով, թեգուզ եւ սիրողական պրոֆեսիոնալ սպորտի մասին չէ խոսքը, ու դա շատ ցավալի երևույթ է, մենք իրականում ունենք շատ մեծ առավելություն, մենք ֆիզիկապես ուժեղ ազգ ենք, նաեւ մեր կանայք են ֆիզիկապես ուժեղ, եւ դա շատ թյուր կարծիք է, որ սպորտով զբաղվելը կոպտացնում է կնոջը կամ կազմվածքի հետ կապված ինչ-որ փոփոխություններ։ Ես կասեի նույնիսկ հակառակը։ Ես տեսեք, ինձ թվում է ինձ հետ համամիտ կլինեք, որ այնպես չի, որ բոլոր այն աղջիկներն, ովքեր որ սպորտով չեն զբաղվում, ունեն գեղեցիկ իդեալական կառուցվածք, կամ դա շատ հարաբերական է դա։ Իսկ եթե մենք ֆիզիկապես ուժեղ ենք, ինչու դա չօգտագործել, ինչու դա օգտագործել տանը, գյուղում ինչ-որ գործեր անելուց, դա նորմալ է նայվում, բայց երբ որ այդ ֆիզիկական ուժը, այդ բնավորությունը պետք է ներդնել սպորտի մեջ եւ դառնալ ազգային արժեք, իր երկիրը ներկայացնել աշխարհին, կայանալ, ձևավորվել, ինքնադրսևորվել, դա չգիտես ինչի ճիշտ չի։ Իսկ ամենախրախուսող բանը իհարկե կլիներ, որպեսզի օրինակ հայ մարզիկները ավելի մեծ հաջողություններ ունենային սպորտի ասպարեզում համաշխարհային, շատ մեդալներ ունենային, երեխաներն կողոքեվորվեին չեմպիոնությամբ եւ կգնային ընտրություն կանեին այս կամ այն մարզաձևի, ցավոք պիտի ասենք, որ քանակի մեջ չի, մեկ անունը, օրինակ Նազիկ Աբդրախմանն արդեն իր հետևից տանում է մարդկանց եւ ինչ խոսք, գիտես, մենք ավանդաբար ձևեր կա, որտեղ որ հաջողություններ ունենք շախմատ, շամարտ, բռնցքամարտում, ինչ որ չափով ծանրամարտ,
բայց կան ձևեր, որտեղ ընդհանրապես ներկայացված չեն։ Հա, դե ֆուտբոլում մի տեսակ հա, դե ժամանակ առ ժամանակ չուրախալի բաներ լինում, բայց ընդհանուր Այս դա էր պատճառը, որ ես պարզապես չընտրեցի ծանրամարտը, դա ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ տարբեր տեղեր ծանրամարտի մարզադպրոցներ կառուցել, բայց դա այն խնդիրը չէր, որ կլուծեր ինձ համար, եւ երեխան կգար ծանրամարտի, դա իրենը չէր լինի, կթողներ սպորտը, իսկ այստեղ երեխան ունի ընտրելու հնարավորություն եւ մասնագիտական կողմնորոշումն էլ դա ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի այնտեղ կարողանան ուղղորդել երեխաներին ինքը որ սպորտաձևում կկարողանա ավելի արդյունքի հասնել Իսկ եթե իհարկե բնականաբար չեն կարող բոլոր երեխաները չեմպիոններ դառնալ, այն երեխաներն ովքեր կունենան ցիրկ մարզիչ լինելու, ղեկավար լինելու, մենեջմենտական ինչ-որ գծեր կունենան իրենց մեջ, արդեն կկարողանան երեխաներին ուղղորդել այդ ուղղություններով եւ շատ կլինի այն ոլորտները, որտեղ կկարողանան երեխաներն ինքնադրսևորվել, դուրս չեն մնա, կարելի է ասել, եթե ինչ որտեղ չեն հաջողում։ Ես գիտեմ, որ հիմնադրամի առաջին այսպես շրջանում ձեր անձնական միջոցներն եք նույնիսկ գործի մեջ դրել, իսկ ովքեր են հիմնական դոնորները, հա, հիմնադրամի, կպատմեք մեզ, որտեղից է գալիս ֆինանսավորումը, որտեղ ամբիցիոզ մեծ պրոյեկտ եք իրականացնում։ Նազիկ, այնուամենայնիվ կարծում եմ մենակ չեք կարողանա ձեզ ով է օգնում։ Մենակ բնականաբար չեմ կարողանա, այո, գաղափարը իմն է, որովհետև անցել եմ այդ ճանապարհը, որովհետև տեսնում եմ այդ բացը մարզերում, տեսնում եմ, եթե այդ մարզադպրոցները լինեն, մենք ինչ արդյունքներ կունենանք ոչ միայն սպորտում, այլ նաև մարզերի զարգացման գործում, քանի որ դա միայն սպորտ չի, մենք մտածում ենք ստեղծել էկոհամակարգ, էկոմտածելակերպ, մտածում ենք ամբողջ որպես անհատ երեխային զարգացնենք, դա շատ համապարփակ զարգացում է լինելու եւ կարելի ասել այդքան էլ մեծ չի ներդրումը որպես այդպիսի նախագծի համար եւ այն ապագայի համար, որ ես տեսնում եմ իրականում այո, ինչպես նշեցի, գաղափարը իմն է, բայց ի ուրախություն ինձ իմ կողքին կան արդեն կանգնած ընկերություններ, որոնց հետ որ համագործակցելու ենք շատ տարբեր ձևերով, հովանավորներ արդեն, իհարկե պետությունը, քանի որ դա ազգային ծրագիր է եւ բնականաբար առանց իր աջակցության չի լինի, իհարկե կլինի, բայց ցանկալի չի եւ ընկերներ, գործընկերներ, ովքեր որ դեռ հենց սկզբից, դեռ այն մտքից, որ դեռ դա միտք էր ընդամենը դեռ երազանք էր, իմ կողքին էին կանգնած, ինչի համար ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ հենց սկզբից են իմ կողքին եղել, բոլոր այն ընկերություններին, ովքեր որ առանց որևէ շահադիտական ինչ-որ նպատակներ, պարզապես որ գաղափարը իրենց համար շատ կարևոր է եղել, այդպես արդեն մի տարի է մենք միասին քայլում ենք այն ընկերություններն ովքեր դեռ միանալու են մի խոսքով այդպես անուններ չեմ ուզում տալ որովհետև բայց օրինակ օլիմպիական կոմիտեի ֆեդերացիաների հետ կոնֆլիկտներ չեք ունենում հա ձեր պրոյեկտի շրջանակներում որտեղ ի վերջո ոնց որ իրենց գործի մեջ եք խցկվում չէ այդպես կոպիտ ասած հա կներեք միգուցե կոպիտ ձևակերպեցի միտքս, բայց կարծում հասկացաք հարցադրումը։ Եթե առողջ մրցակցություն լինի, կարծում եմ միայն կխթանի։ Մրցակցության մասին չէ, ես հակառակը կարծում եմ հիմա կլսենք պատասխան, որ համագործակցության եզեր ունեք, հա։ Իրականում երևույթը յուրաքանչյուրն ընկալում է այնպես, ինչպես ինքը ուզում է կամ ինչպես ինքը կուզենա տեսնել, բայց այստեղ այն ինչ որ ես եմ անում, դա որևէ մի ձևի, որևէ մեկի հետ մի ֆեդերացիայի հետ կարելի ասել կամ չգիտեմ որևէ մեկի հետ մրցակցության մեջ չեմ մտնում, որովհետև ես ուզում եմ իմ ներդրումն ունենամ սպորտի զարգացման գործում, իսկ յուրաքանչյուր ֆեդերացիաների հետ կապված ես կարծում եմ, որ մենք կունենանք հուշագրեր, որովհետև արդեն կան պայմանագրեր, քանի որ իրենց սպորտաձևը կզարգանա նաև մարզերում եւ որևէ մրցակցություն չկա, եթե առողջ է մտածելակերպը, ընդհանրապես ես այստեղ այն ինչ որ ես եմ անում, որևէ մի ոլորտում չեմ
չեմ տեսնում մրցակցություն։ Ես կուզեմ մենք խոսենք Ընդհակառակը համագործակցություն, եւ սա այն հարտակն է, որտեղ որ յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ, ֆեդերացիա կլինի, ինչ որ անհատ կլինի, այո, եւ ես էլ իմ կողմից պատրաստ եմ թեկուզ եւ տեսեք, այդպես ասած իմ ծրագիրը ես ունեմ, բայց դա որևէ մի ձևի ինձ չի խանգարում, ես իմ ներդրումն ունենամ այն ծրագրի մեջ, որը որ կիրականացվի սպորտում, հատկապես մարզերում։ Իհարկե օրինակ կարող են լինել մարզիկներ, ովքեր իրենց ծրագրերը կունենան սպորտի մեջ։ Ես մեծ սիրով իրենց կողքին կլինեմ, որովհետև իմ նպատակը սպորտի զարգացումն է։ Խոցելի խմբերի եւ սոցիալապես անապահով խավի մասին իրենց համար նույնպես նախատեսել եք առանձնահատուկ մոտեցում, ծրագրեր, այսինքն ոչ մեկ ով ունի ցանկություն առաջ գնալու սպորտի ասպարեզում դուրս չի մնա, ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները։ Իրականում այո, ես չգիտեմ ինչի եմ բաց թողնում դա խոսելուց, քանի որ երևի դա նորմալ եմ համարում, այդ կենտրոնը հարմարացված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար ամբողջ կենտրոնը, որովհետև այդպես ասեմ, բոլորս ունենք տարբեր առողջական խնդիրներ, իրենք էլ ունեն ինչ որ առողջական խնդիր, եւ դա պատճառ չի, որպեսզի դուրս մնան պրոֆեսիոնալ սպորտով կամ թեկուզ եւ սպորտով զբաղվելուց։ Տեսեք, կան պարաօլիմպիկ խաղեր, աշխարհի առաջնություններ, Եվրոպայի, դեպ մենք մի քանի օր առաջ ունեցանք աշխարհի չեմպիոններ, երկրորդ եւ երրորդ մեդալակիրներ։ Եվ դա ինձ համար շատ կարևոր է, որպեսզի մարզերում ապրող երեխաները, այն էլ այդպիսի խնդիրներ ունեցող, իրենք դուրս չմնան առօրյայից թեկուզ եւ այն երեխաներն, ովքեր որ նույնիսկ տանից դուրս չեն գալիս կոմպլեքսների պատճառով, իրենք հնարավորություն կունենան իրենց երկիրը ներկայացնելու աշխարհին։ Եվ բարդույթները հաղթահարելու։ Այո, իհարկե, որովհետեւ մենք իրոք ունենք, ես տեսնում եմ, որ մենք իրոք ունենք այդ ներուժը։ Իսկ մասնագետներին, որոնք օգնելու են ձեզ այդ մարզադպրոցներում աշխատանք տանել, այսինքն դա միայն մարզիչները չեն, նաև այլ բնույթի բազմաթիվ մասնագետների անհրաժեշտություն է ունենալու այդ ահռելի ծավալի աշխատանքը կազմակերպելու համար։ Խնդիրը ինչպես է ծրագրել լուծել, Նազիկ, որովհետև այնպես չէ, որ մեր երկրում շատ են առաջատար մասնագետները, համաձայնվեք, հա, պատրաստում եք հրավիրել միգուցե մասնագետների, մի խոսքով ինչպես է այդ մասնագետների պակասի հարցը լուծելու։ Արդեն տարվում են այդ աշխատանքները եւ մենեջմենտի հետ կապված եւ աշխատատեղերի հետ կապված ամենակարևոր հարցերից մեկը, որ նաեւ լուծվում է աշխատատեղերի հարց, մենք արդեն համագործակցում ենք մեր ֆիզկուլտ ինստիտուտի հետ, մանկավարժական ինստիտուտի հետ, բնականաբար համագործակցություններ կլինեն մասնագետների վերապատրաստման հետ կապված մարզիչներ, հոգեբաններ, կինեզիոլոգներ եւ հետագայում նաեւ իհարկե նախատեսվում է դրսից հրավիրել մասնագետներ, փորձի փոխանակում լինի, այնպես որ այդ վերապատրաստումը ինչքան էլ ուզում է մասնագետը լավը լինի, էլ չեմ ասում դեռ սկզբնական փուլում անընդհատ վերապատրաստման կարիք ունի եւ հենց այդ ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ իր առջև դրել է հիմնադրամը մարզիչների եւ մասնագետների վերապատրաստման։ Անկասկած շատ մեծ գործունեություն եք ծավալում եւ առաջին հայացքից ուղղակի հարց է առաջանում, ինչպես եք համատեղում մարզիկի, ղեկավարի եւ մայրիկի պաշտոնները, եթե կարելի այդպես ասել, ունեք ինչ որ դիսցիպլինար մոտեցում ձեր օրվա կտրվածքով, այս պարտադիր ինչ որ անելիքներն եք անում, թե կիսվեք, որովհետև բավականին բարդ է այն ինչ որ դուք նախատեսում եք, արդեն մեկնարկել են ձեր աշխատանքները, ինչպես եք համատեղում գոնե այդ 3 կարևոր ուղղությունները։ Այո, իրականում շատ դժվար է, քանի որ երեխան այո իրոք ունի որ կարիքը անընդհատ, իսկ ես երեկոյան եմ մենակ տեսնում իմ բալիկին, բայց աշխատում եմ ինչքան էլ քիչ է ժամանակը իմ տղայի հետ շփվելու, այնուամենայնիվ փորձում եմ արդյունավետ լինի, այդ ընթացքում իմ սերը տամ, իրենը ստանամ, այդ էներգիան, որ այդպես ես մեկ ասում եմ գրկում պարկում եմ, ուզում եմ որ իրենից էներգիա ստանամ ու իրոք այդ էներգիան ստանում եմ։ Մենք զրուցում ենք, ես
պատմում եմ իմ օրվա մասին, ինչի համար է արվում, ինքն է կիսվում իր օրվանից եւ ես ուզում եմ համենայն դեպս բերել նրան, որ կարող եմ մենք ամբողջ օրը լինենք միասին եւ դա արդյունավետ չլինի, բայց այդ մի կես ժամը, մի ժամը, որ մենք զրուցում ենք իրար հետ, փորձում եմ հնարավորինս արդյունավետ լինի մեր շփումը։ Իհարկե օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ ենք հեռախոսով։ Նազիկ կներեք, իսկ որևիցե վճար նախատեսված է համալիրներում սպորտային հաճախելու, կրթություն ստանալու համար, թե դա ամբողջ անվճար են եւ բնակչության համար, ծնողների համար, բեր չի դառնա, ինչ եք ծրագրել, ինչպիսին եք տեսնում այդ գործողությունը։ Տեսեք, որպես այդպիսին հիմնադրամը ոչ թե բարեգործական, այլ զարգացման հիմնադրամ է ու ես հնարավորինս աշխատում եմ խուսափել այդ բառից բարեգործություն, քանի որ ինքն իրենով որպես այդպիսին լավ որևէ լավտեղ չտանող է եւ ես ինքս չեմ ուզում որ որևէ մեկին ինչ որ մի բան անեմ, տեսեք, այդպես շատ կարճ ասեմ, երեխաների համար ստեղծվում է միջավայր, որտեղ իրենք շատ սիմվոլիկ սկզբից վճարելու են, իսկ այն երեխաները, ովքեր որ արդյունքներ կունենան, մի փոքր թեկուզ եւ տեսնենք, որ պերսպեկտիվնի երեխաներ են, ընթացքում բնականաբար այդ փոքր սիմվոլիկ գումարն էլ չեն վճարի, այն երեխաներն, ովքեր ինչ որ չափով կհաջողեն սպորտում, ընդհակառակն արդեն իրենք կվճարվեն եւ արդեն հնարավորություն կունենան շատ փոքր տարիքում, թեկուզ 13-14 տարեկանում հնարավորություն կունենան, եթե իրենց կարողանան դրսևորել, այնքան վճարվեն, որ ֆինանսապես օգնեն իրենց ընտանիքներին եւ դա կարծում եմ շատ մեծ խթան կլինի մյուս երեխաների համար, որպեսզի իրենք էլ ցկտեն արդյունքի։ Իհարկե սոցիալական մաս էլ ունի իր մեջ, որպեսզի այն երեխաներն, ովքեր որ իրոք հնարավորություն չունեն, տարբեր բաներ կան, այդպես խմբեր կան, որոնք որ բնականաբար իրենց համար անվճար կլինի, բայց ընդհանուր առմամբ շատ սիմվոլիկ սկզբնական շրջանում ես գտնում եմ, որ ամենայն դեպս ոչ թե ես, այլ այդպես դա ավելի ճիշտ կլինի, իսկ այն միջավայրը, որ սարքվում է, ես դրան եմ շատ մեծ ուշադրություն դարձնում, իրենց համար դա հնարավորություն է։ Այն մարդիկ, ովքեր որ ներդրում կունենան այս պրոյեկտի մեջ, իրենց նկարները, իրենց մասին կլինի մարզադպրոցում, յուրաքանչյուր պատին, որպեսզի երեխաները տեսնեն, թե իրենց ինչքան մարդ է հավատում։ Երեխաները տեսնեն իրենց մեջքին ինչքան մարդ կա կանգնած, որի դա եւ մեծ վստահություն է եւ նաեւ պարտավորեցնող է, որ իրենց հավատում է եւ իրենք կարող են ինչ-որ մի բան անել։ Դրա բացասական կողմի մասին չեմ ուզում խոսել, այդ բարեգործությունը, թե ուր է տանում, դա արդեն այլ հարցեր կողմն է։ Բարեգործությունը կարծես դրանց ծրագրի իրականացման այդ սկզբից կարծես սովորեցնում է, որ ամեն ինչը լինելու է բարեգործական հիմքերով եւ հետո ինչ-ինչ պատճառներով, երբ որ ֆինանսավորումը մի քիչ պակասում է, կարծես մոլորված լինեն։ Եվ մարդուն դարձնում է սպառող տեսակ։ Սպառող են դա, այս դա է նկատվում։ Դա իսկապես ուրիշ ասպարեզներում էլ է նկատվում։ Այսինքն ամեն տեղ է դա նկատվում։ Մարդկանց ոչ թե պետք է ձուկ տաս, այլ ցանց տաս, որն այդ ձուկը բռնի։ Դա շատ ավելի կարևոր է, որտեղ որ ձկին սովորացնում ես, նա սպասում է այդ ձկան եւ առանց ձկան այլևս չի կարողանում։ Իսկ երբ որ տալիս ես ձկնորսական պարագաներ, օրինակ ցանց, այդ դեպքում նա ինքնուրույն կարող է հմտանալ եւ գնալ իր հանապազորի հացը վաստակել։ Դա ավելի ճիշտ մոտեցում է։ Վճարում ես, միշտ ավելի պատասխանատու ես։ Անվճարը մի տեսակ կարծես քեզ պատասխանատվությունից պես շեղում է։ Ես կուզենայի մենք վերադառնայինք մեր զրույցի սկզբին, շատ մի հետաքրքիր արտահայտություն արեցիք, խոսելով աշխատանքի մասին հոգեբանների հետ, որոնք օգնում են հաղթահարել խնդիրներ, բարդույթներ եւ այսպիսի մի ֆրազ հնչեցրեցիք, որ դուք ինքներդ էլ բազմաթիվ խնդիրներ հաղթահարել եք, որոշները չեք հաղթահարել, կա որ եթերից հնչեցնելու է, մինչ օրս ինչ չեք հաղթահարել։ Տեսեք,
Հատկապես ես միշտ ասել եմ, որ հաղթող մարզիկին շատ ավելի շատ է հոգեբան պետք, քան պարտվող մարզիկին, որովհետև շատ դժվար է հաղթանակից հետո նորից զրոյից սկսել մարզվելը եւ տարբեր այդտեղ հանգամանքներ կան։ Ես որպես այդպեսին այդ խնդիրը չեմ ունեցել, ավելի ճիշտ ունեցել եմ, բայց ես ինքս ինձ հաղթահարել եմ դա եւ հետագայում եմ արդեն հետագայում զգացել եմ, որ եթե հոգեբան լիներ, ես շատ ավելի հեշտ կհաղթահարեի շատ խնդիրներ, քան ես ինքս եմ փորձել հաղթահարել մենակ։ Այդ թվում հաղթանակը, այդ թվում վնասվածքների հետ կապված։ Մարզիկը վնասվածք է ունենում, իրեն թվում է, թե ինքը հաղթահարում է այդ խնդիրը, բայց ինքը շատ մեծ էներգիա է ծախսում։ Իսկ հոգեբանի ճիշտ հոգեբանի հետ աշխատանքը, գրագետ աշխատանքը մարզիկը շատ ավելի հեշտ է կարողանում հաղթահարել այդ վախերը։ Վախերը վնասվածք ստանալու դա չգիտեմ, ամենապարզ բաներից մեկն է, որ պետք է մարզիկների հետ հոգեբան աշխատել։ Այն օրվա բացասական, դրական էներգիաները, որ չեն թողնում մարզումների վրա կենտրոնանալ, դրա համար էլ է շատ կարևոր հոգեբանի աշխատանքը մարզիկի հետ, որպեսզի այդ էներգիան, որ պետք է հավաքի մարզիկը եւ մարզադահլիճում ծախսի, ինքը կարողանա դա անել։ Դա շատ բարդ է։ Տեսեք, հիմա մեզ լսում կամ դիտում են հազարավոր մարդիկ, այդ թվում մարդիկ, ովքեր հնարավորություններ ունեն, եւ վստահ եմ շատերի գլխում հիմա միտք առաջացավ, այ ինչ լավ բան է անում Նազիկը, ինչով կարող ենք օգնել։ Այ կուղղորդեք այդպիսի մտքերով լավ պայծառ մտքեր ունեցող մարդկանց, ինչպես կարող են աջակցել, օժանդակել, մասնակցել ձեր պրոյեկտում, այսպես անհատ ձեռներեցներ, կազմակերպություններ, ովքեր կուզենան իրենց հանգանակությունը, իրենց լումաններ դնել, այս կարևոր պրոյեկտի զարգացման եւ տարածման գործում։ Կուղղորդեք Արդեն կա Նազիկ Ավդալյան Foundation-ը, կայքը, կայքի մեջ կա տեղ, որտեղ որ կարող են արդեն donation-ներ անել, հանգանակություններ, դա մի ուղղություն է, կարող են կապվել ինձ հետ։ Ես ընդհանրապես գնում եմ նրան, որ այս ծրագիրը դառնա ազգային եւ թեգուզ եւ տնային տնտեսուհին իր փոքրիկ ներդրումը, թեգուզ եւ ամսական 500 դրամը, 1000 դրամը, որովհետեւ այն պրոյեկտն է, որը որ իրոք պետք է ազգային լինի։ Տեսեք, մենք փոքր ազգ ենք եւ որ մի մարզիկը մասնակցում է աշխարհի Եվրոպայի առաջնությանը, մենք ոնց ենք ոգևորում, բալետ անում, այդպես ազգը կողքն է, չէ՞, այդ մարզիկի։ Այդպես բարիս իմաստով դառնում է այնպես մի որոշ ժամանակ հետո այդ մարզիկը, որ մասնակցելու է աշխարհի առաջնությանը, հենց բարիս ամենալայն իմաստով հենց ազգը կլինի իր թիկունքին կանգնած եւ ֆինանսական առումով եւ ոգևորելու առումով, այ դրա համար այն որ կապ չունի, մեծ կլինի, փոքր կլինի, այդպես փոքր կարող է թվա, ամսական 1000 դրամ ասում են, չէ, ինչ կարող է անել այդ, բայց դա շատ մեծ հարցեր կարող է լուծել երեխաների համար։ Դրա համար ես ամեն կայքերում կամ կարող են կապվել ինձ հետ եւ ինչպես նշեցի կայքում, պաշտոնական կայքում, այո, նաեւ կա հիմնադրամի Facebook-յան, Instagram-յան էջեր, այդտեղով ես միայն շատ շնորհակալ եւ ուրախ կլինեմ։ Որպես ուղիղ դիմեն, այդպես, հա, իհարկե։ Նազիկիս կարգախոս ունի հիմնադրամը։ Այդ նավը ունի կարգախոս։ Այո, իհարկե ունի եւ տեսեք այդպես շատ բազմաֆունկցիոնալ է թվում, բայց ամեն ինչը միտված է հենց պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը եւ սպորտով պրոֆեսիոնալ զբաղվելուն եւ նավի առաջի կարգախոսն է յուրաքանչյուր երեխա արժանի է լինել իր կյանքի, արժանի է դառնալ իր կյանքի հերոսը, անկախ պայմաններից եւ բնակության վայրից։ Նազիկ, ես մի հարց ունեմ վերջում, որը կարծես ընդհանրապես թեմայից դուրս է, բայց մարզիչ եւ մարզիկ փոխհարաբերությունների մասին եմ ուզում նաեւ խոսենք։ Ես վստահ եմ դուք հիշում եք ձեր առաջին մարզչին, չէ՞, եւ հետո ով ձեզ բերեց չեմպիոնության։ Գիտեմ, որ չեմպիոնությունը նաեւ ոսկե մեդալակիր է, նաեւ պարգևատրվում է, դրամական պարգև կա նախատեսված, իսկ ինչ է ստանում չեմպիոնությունից
մարզիչը կպատմեք մեզ ընդհանրապես ինչ դիվիդենդներ ունի մարդը որ պատրաստել է սանին հասցրել է չեմպիոնության որպես կանոն ինչպես է դա լինում առանց անունների բոլոր դեպքերում հետաքրքիր կլինի մեխանիզմը ինչ է ինչպես է պարգևատրվում մարզիչը Մարզիչներն էլ են բնականաբար վճարվում եւ ինչքան գիտեմ հիմա այդպես չգիտեմ քանի որ չեմ հարցնում չեմ հետաքրքրվում այն ժամանակ ինչքան որ ստանում էր մարզիկը դրա կեսը ստանում էր մարզիչը հա այդպես է մի քիչ այո դա ինձ համար միշտ չգիտեմ ճիշտ չի եղել նույնիսկ այն ժամանակ երբ որ դեռ 19-20 տարեկան էի նոր էի սկսում այդպես է դարձյունքներն անել բայց այդ մտքի հետ երբեք չեմ հարմարվել համակերպվել Որովհետև կարծում եք նույնքան պետք է պարգևատրվի։ Նույնքան պետք է պարգևատրվի եւ յուրաքանչյուր մարզիկի համար պետք է պարգևատրվի, որովհետև դա մեծ խրախուսում կլինի մարզիչին, թեկուզ եւ չգիտեմ ֆինանսական առումով, այո մենք շատ այդպես հարուստ պետություն չենք, որպեսզի անընդհատ պահանջենք, բայց յուրաքանչյուր մարզիչի համար պետք է ինչ-որ պարգևատրում լինի։ Իսկ մարզչական կարիերայի մասին չեք մտածում։ Ես զբաղվել եմ մարզչական կարիերայով 4 ամիս եւ զգացի, որ դա այն չէ, ինչ որ ուզում եմ անել։ Այսինքն պատրաստ չեք ձեր փորձով կիսվել։ Ես իմ փորձով զգացի, որ այսպես ավելի լավ եմ ինձ զգում ու սա Այս կազմակերպչական ադմինիստրատիվ հարցերում շատ ավելի մեծ այսպես օգտակար օգտագործում ունենաք, հասկանալի է։ Բայց չեմ կարծում, երբ դիմեն ձեզ խնդրանքով պարզապես ուղղություն տալ ուղղորդել վստահաբար չեք մերժի։ Բնականաբար միշտ եմ զրուցել մարզիկների հետ, մարզիչների հետ, մենք հանդիպումներ ենք ունենում ու այս նույնիսկ այս միտքը եկել է նրանից, որ ես տարիներ շարունակ անընդհատ տարբեր մարզեր երեխաների հետ հանդիպումներ եմ ունեցել, մարզիկների, դպրոցականների, հնարավորինս այն փորձը, որ ունեմ, փորձում եմ փոխանցել, ես իրականում իմ մասին չեմ սիրում խոսել, բայց անընդհատ խոսում եմ որպես ինչ-որ մի բան երեխաները կարողանան քաղել այդ ամեն ինչից եւ զգացի, որ այո, դա անում ենք, ինչ որ մի բան ստանում են երեխաները, բայց դա կիսատ է մնում։ Նորից երեխաները գնում են իրենց կյանքին, իրենց առօրյայով, այդ պայմանները չունեն, որ կարողանան անել այն ինչը որ լսում են ու այդպես երազանքներ են ունենում։ Եվ դրա համար կամաց եկան նրան, որ ոչ միայն պետք է փորձով կիսվել, այլ հնարավորություն տալ երեխաներին, որ իրենք կարողանան իրենք էլ այդ աշխատանքը տանեն։ Ինչ խոսք ավելի մեծ գործունեություն եք ծավալել, քան պարզապես մարզիչ լինելը։ Մարզիչը իհարկե, գիտեք, տեսեք, մարզչական աշխատանքի մեջ ես ինձ չպատկերացրեցի, որովհետև ինքնը շատ մեծ իր պարտություններն ու դժվարություններն ունի։ Դրա համար ես միշտ ասել եմ, որ մարդ պետք է լինի այնտեղ, որտեղ ինքն իրեն տեսնում է։ Ինձ համար մարզիչ լինելը շատ բարդ էր։ Ու դա իմ ոչ թե բարդ էր, դա իմը չէր պարզապես։ Շնորհակալություն իհարկե ժամանակ տրամադրեցիք մեր այս հետաքրքիր զրույցին, որովհետև շատ նոր բաներ իմացանք եւ ուրախացնող նորությունների շարք, որ ինչպես ասում են նավը տեղից շարժվել է։ Եվ այո, շարժում է դեպի արդեն պարզ ջրեր եւ այստեղ վստահ նաեւ օգնականներ կունենաք, ովքեր կոժանդակեն, նպաստեն, որպեսզի պրոյեկտը ըստ ծրագրացի իրականանա, որովհետեւ մի բան է պրոյեկտը իդեալական գծել, մի բան է այն կյանքի կոչել, ինչքան են այդպիսի ճանապարհներ կիսատ մնացել։ Հուսանք, որ դուք ի վերջո կհասնեք նպատակին։ Ինչպես նավին մատնում բարենպաստ քամիներ։ Այո, բարենպաստ քամիներ ենք ցանկանում ձեր նավին, Նազիկ։ Իրականում այո, շնորհակալ եմ շատ։ Այո, մեծ հույս ունեմ, որ այն ինչը որ պլանավորել ենք, ծրագրավորել ենք, այդպես կլինի, բայց ես այնքան բաց եմ կյանքի նկատմամբ, որ կարող են լինել փոփոխություններ, ես պատրաստ եմ ամեն ինչի, պարզապես թող լինի այնպես, ինչպես որ Աստված կկամենա։ Եվ իհարկե շատ փոփոխություններ հետագայում հնարավոր է, որովհետև ես չգիտեմ էլի ինչ կարող շատ ավելի լայնանա, կարող է մնա այնպեսին ինչպեսին կա, բայց ես մեծ հույս ունեմ, որ այն նպատակը, որ ունեմ, որ 10 տարի հետո կլինի, ես ճանապարհները չգիտեմ ոնց ենք անցնելու, բայց ես նպատակ եմ դրել 10 տարի հետո ունենալ այն սերունդը, որի վրա մենք կարողանանք հույս դնել։
Բայց մենք կհանդիպենք ավելի շուտ, քան 10 Հա, տարի։ վստահ։ Մենք անպայման ժամանակ կտրամադրենք մեր հաջորդ զրույցին, որպեսզի տեսնենք աշխատանքները Նավը ուր է հասել։ հասել։ Այսինքն Մեծ ձեր օգնությամբ հետևելու ենք զարգացումներին